Բարի երեկո, սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ լավ եք, մեզ մոտ երեկո է, վերջին նկարած վլոգի, հաջորդ օրվա երեկոն է, լվացքը Հարավ դրսերինա ջանոց է դավետ։ Գնա երևա թող տեսնենք ես լիքը պաչիկներ էին ուղարկի, սրտիկներ, մի քիչ հետ կանգնի, հետ, դե ասա։ Հարավ դրսերինա ջան, ոնց է դավետ։ Ոնց եք սիրելիներ ջան, լավ եք, դե պաչիկ ու սրտիկ է ուղարկի բոլորին, ապրես, դե հետ կանգնի, Դե փոշի արա տենամ։ Փոշի անեմ, գոլորշու հետ է հարտուկի, ասմա փոշի արա տեսնեմ, այսպես այսօր մի քիչ դուրսներ սխարը գնումներ ես կոմ անցավ, չեմ նկարել անկեղծ որ ասեմ, նոր երեկոյա միացնում եմ հեռախոսը, կամերան, երեկվա արած լվացքն եմ բերել, որը ծալելու է ծալեմ, որն էլ որ հարտուկելու է հարտուկեմ ու համել սկսեմ վլոգի սկիզբը, այսպես սիրելիներս, ես սպասի կյանքսեսի տակա, ես սկսեմ իմ գործերը, իմ վլոգը, սրտիկներս անչափ շնորհակալ եմ լավ խոսքերի, լավ մեկնաբանությունների համար, մենք էլ ձեզ բոլորից շատ սիրում ենք, պաչիկներ ենք ուղարկում, հովել ուղարկի պաչիկներ բոլորին, ըտեղից լավ է սերևում, պաչիկներ, սրտիկներ, բոլորից սիրելիներս, անչափ շնորհակալ ենք, որ այդքան շատ սիրում եք մեզ, այդքան լավ խոսքեր եք մեզ ասում, արես կոմ արևս, շատ մոտիկ ես, տենց գնում ես, մտնում ես մեջը, գոլորշի անեմ, որ թողես վերջացնեմ խոսքը, սկսեմ համել արդուկ անել, հա? Որոշի արատեմ։ Եսի վախենալու, այ, չի միացել, սպասի, պետք ասենց ծածրի վրա դնեմ, Որոշի արա։ այսպես սիրելիներս, կոտականան որ հոգյա, ես անցնեմ իմ անելիքներին, ոչ, չի կարելի, չէ, միացնենք, նստենք ու սկսենք հարտուկել, սիրելիներս սկսեմ հարտուկել, քանի որ բավականին հարտուկ ունեմ անելու, անեմ վերջացնեմ, որ վաղը հովուլը արդեն պարտեզ է, անկողին բանը հարտուկեմ, այսքան հարտուկ ունեմ անելու, դե ինչ ես անցնեմ գործի, ձեզ բոլորիդ բարի դիտում, լավ մնացեք ու հետևեք, մի մոռացեք բաժանորդագրվեք, անպայման իմ ալիքին, էլի եմ ասում, շատ քիչ մնաց, որ հասնեմ 1000 հետևորդի, անպայման օգնեք ինձ, որպեսզի ես շուտ հասնեմ իմ 1000 հետևորդներին, իմ 1000 բաժանորդին, սրտիկներս շատ շնորհակալ եմ, ես անցա գործի։
Սիրելիներս, ես իմ արդուկը արեցի, վերջացրեցի, տեղավորեցի դարակներում, ամեն մեկն իր տեղերում դրեցի, այսպես բավականին երկար տևեց, քանի որ հովուլն էլ կողքը բոլորս, այսպես շուրջ բոլորս պտտվում էր, վախենում էի մի քիչ, երեխայից զգուշ եմ անում, որ միամիտ ձեռքը չտա տակ արդուկի տակը կամ գոլորշի երկ տեսակ, որ ինքն էլ գալիս էր, որ աներ, չթողեցի, բայց այսպես երեկոյը արդեն Սոնան հայրիկից զանգել էր, մրգեր էր ուզել, որ բերի, ես այստեղ արագ-արագ նկարում եմ, իրենք մրգերից որոշ մասը տարել են, Սոնաս վերցրեց տարավ, որ ինքը ուզեց կտրատի, որոշ մրգեր, որը որ կարողանում է, իսկ անանասն ու պամելոն ես կկտրատեմ, որ ուտեն, այսպես արագ-արագ ասեցի ցույց տամ ձեզ, կտրտեմ մրգերը, երեխաները մրգեր ուտեն, որպեսզի իրենց էլ պարկացնեմ, քնեն, հաջորդ օրը պետք է գնան դպրոց մանկապարտեզ, այսպես ասեցի ցույց տամ ձեզ, մի փոքրիկ կիսվեմ, դե ինչ, երևի թե այսքանը, այստեղ այսօրվա օրը ավարտեմ, այսքանով, բայց վլոգը կշարունակեմ հավանաբար, քանի որ փոքր է, կարճ է եղել, կմիանանք հաջորդ վլոգում սիրելիներս։ Բարի լույս սիրելիներս, ինչպես եք։ Հուսով եմ, որ բոլորդ շատ լավ եք, ես նույնպես շատ լավ եմ, մեզ մոտ օր է փոխվել, ուզեցի վլոգը նորից շարունակեմ, ունեմ նկարած այնտեղ երեկոյան գործ եմ անում դա, բայց ուզեցի վլոգը նորից շարունակեմ, որպեսզի կարողանամ վլոգ տեղադրեմ ալիքում, այսպես ուրեմն հովուլը մանկապարտեզ է, Սոնաս նոր եկավ, ես ու Սոնաս ենք տանը, ուզում եմ տոլմա փաթաթեմ խաղողի տերևով և կիսվեմ ձեր հետ, այսինքն կիսվելը որն է, այս ֆարշը ամեն ինչ արել եմ, խաղողի տերևն էլ իմ զակատարած ձևով այդպես ցույց կտամ, ես եմ արել, այդ տարբերակը ոնց հասկացա ավելի հեշտ է ու արդեն սրանից հետո այդպես կանեմ, առաջ շշերի մեջ էի լցնում, փագում ու պահում էի, բայց հիմա ոնց հասկացա տերևը պահածոացնելը ավելի հեշտ է, ավելի լավ է ու արագ է լինում, բացում ես ու սկսում ես միանգամից փաթաթել ու ավելի լավ է պահպանվում, այսպես սիրելիներս, սովորական տոլմա է, խաղողի տերևով շատ են սիրում, դրա համար խաղողի տերևով եմ անում, կաղամտել են ուտում, ուղղակի ավելի շատ սիրում են խաղողի տերևովը, Սոնաս ուզում է հիմա փոխվում է գա, ուզում է ինձ օգնի, կամ կփաթաթի, կամ տերևները կառանձնացնի, չգիտեմ, ամանորին էլ ենք այդպես արել միասին, և այսպես հիմա կգնամ խոհանոց, արդեն նախապես պատրաստվել եմ, քանի որ քիչ ժամանակ ունեմ, արագ-արագ տեսնեմ կարող եմ ամբողջը նկարել, որովհետև չգիտեմ ինչքան ժամանակ է մնացել, պետք է մանկապարտեզ էլ գնանք, հովուլին վերցնենք գանք, այսպես սիրելիներս, ուզեցի, դե կգրեք տեսնեմ դուք ինչ եք այսօր պատրաստել, ով ինչ է պատրաստել, ով ոնց է տոլման փաթաթում, ինչ է սիրում, կաղամբով, թե տերևով, դե ինչ այսքանը, ես հիմա կտեղափոխվեմ խոհանոց ու կսկսեմ փաթաթել, արագ-արագ անեմ, որպեսզի հասցնեմ իմ այսօրվա մնացած անելիքները, համ էլ որ երեկոյան տուն գանք ուտելու բան ունենենք, դե ինչ առայժմ գնացինք միասին տոլմա փաթաթելու, սիրելիներս, ես արդեն խոհանոցում եմ, արևը, ինչպես միշտ, հեսա խանգարելու է, որ մենք նկարենք, բայց կփորձեմ նկարահանել, թեկուզ կես-կես, ուզում եմ ցույց տամ իմ պահածոացված խաղողի տերևները, նայեք, տեսեք ինչ գեղեցիկ կանաչ մնացել է ու ամենակարևորը ինքը չի ճղվում, ոչինչ չի լինում իր հետ, այսպես տափակ էլ հենց դնում եմ ու տեսեք ինչքան լավ է մնացել, սրա լավը ինչու՞մն է, որ արդեն ինքը նախապատրաստ է, ինքը բացում ես ու փաթաթում ես արագ-արագ, ինչի համար է կիսատ, քանի որ վերջացավ այս բանկայի վրա իմ թփերը, իսկ ես այսօր շատ քիչը որն է, քիչ եմ փաթաթելու, դրա համար կբացեմ սա, բայց սա բավական է 1 կիլոգրամ միս փաթաթում է համայրա չէ փաթաթում է, եթե ոչ ավել, դրա համար կբացեմ սա, այս կիսատը ու կփաթաթեմ այսօրվա տոլման, արագ-արագ անենք, ինչպես ասեցի, պետք է դուրս գանք,
մինչև հովուլին վերցնելը խանութ ունեմ մտնելու։ Այսպես, ուրեմն ինչ եմ ուզում ասեմ, անցած անգամ չգիտեմ նկարահանել եմ թե չէ, բայց ձեռնոցներ էի դրել։ Իմ շատ սիրելի հետևորդներից մեկը ինձ գրել էր, որ Անի ջան, նախ շատ գեղեցիկ ձեռքեր ունես, սրտիկս շատ շնորհակալ եմ գեղեցիկ մեկնաբանությանդ ու խոսքերիդ համար, անչափ շնորհակալ եմ, այն որ ավելի լավ է քո ձեռքերով անես պատրաստում ես քո ընտանիքի համար, կներեք էլի ներողություն եմ խնդրում, ձեր անունը չեմ հիշում, գրել էր, որ իմ հետևորդուհին իմանա, թե ինչքան միկրոբներ կան ձեռնոցների վրա ու շատ ճիշտ է ասում, բայց երբեմն սենց բաներ կա, որ ուզում եմ թեկուզ մսի հետ կապված նայած էլի, նենց է, որ միշտ չէ, որ ուտեստների հետ կապված ձեռնոցներ եմ կրում, տարբեր նայած իրավիճակներ, այս անգամ կկրեմ ինչի համար, կկրեմ կլվանամ, որ այս խաղողի տերևից և մսից եղունգներից շուրջը սևանում է, հետո որ կեղտոտ չերևան, դրա համար այս անգամ կկրեմ, շատ ճիշտ էիք ասում, ընդունում եմ ձեր ասածը, ձեր խորհուրդը, որ այո մենք չգիտենք, թե ձեռնոցների վրա ինչքան միկրոբներ կան, ավելի ճիշտը մաքուր քո լվացրած ձեռքերն է, հատկապես երբ որ ես պատրաստում եմ մեզ համար, բայց ձեռնոցներով էլ եմ լվացվում նախապես, հետո նոր անում եմ, քանի որ տուփից անում եմ, ես չգիտեմ այո, ինչպես են թեկուզ և փաթեթավորել, անցնենք գործի սրտիկների ժամանակ չկորցնենք, դե ինչ գնացինք։ Ողջույն սիրելի հետևորդներ, ինչպես եք, եկել եմ այրիկիս օգնեմ, որ պատրաստենք տոլմա, ասեմ, որ շատ ենք սիրում, թթվասերով և մածունով, շատ համեղ է ստացվում, դուք էլ պատրաստեք, դուք էլ փորձեք, դե ինչ, եկեք միասին պատրաստենք։ Սոնա ջան, վալես, ես քեզ սինու վրա, այսինքն առանձնացրել շարի, ես էլ արագ-արագ փաթաթ եմ վալես, այստեղ էլ մեր միսն է, մի րոպե մի հատ գթալ վերցնեմ, ուղղա։ Դու բացի վարևս, որ բացի, որ չճողի դե։ Այսպես վերցնում եմ ու սկսում եմ բացել։ Առաջին թուփը արդեն արեցի։ Խնդրեմ նայեք, այսպես։ Արևս բացի, այստեղ էլ մեր մսի ֆարշն է, այսպես ձեռնոցներ հագնեմ, վալես, որ եղունգներս չսևանա։ Եվանամ միգլատ ձեռնոցներս ուգա։ Միացած է, չէ, սոնս կամավա։ Հա, ես բացում եմ ստեղ։ Սա մի հատ է, թե երկու հատ։ Ինչը պյան։ Ես թուփը։ Շոքը, չէ, տակացա դուրսը։ Շոտ տոքոստը։ Առավոտ ցուրտ էր, բայց արև է։ Դժվար կարողանանք լավ նկարանենք, որտև արևը խանգարելու է, եթե չէ պետք է գնենք զալը նստենք, փաթաթենք, բայց դե չտանենք այնտեղ ներսը։ Սա երկու հատ է, թե մի հատ է։ Հələ վալես, դու ինձ։ Չէ, մի հատ է։ Մի հատ է, շոտ մեծ է։ Մեծ է, լավն է, թող մնա։ Այսպես արագ-արագ անենք։ Ինչ արև է, չէ, Սոնջան։ Շատ արև է։ Կադրը լավ չի լինելու, կադրի որակը։ Այսպես իմ աղջիկ։ Ես քեզ մոտիկ այստեղ սենց դնեմ, որ երևա, հա։ Համբուջուր կթալ բերեցի, համեց, ես փոքրով ավելի հարմար է։ Ես ճղվեց, ճղվեց, ես մեկը վնասված թուփը,
Որտեղ դնեմ ես վնասվածը, լավ էստեղ թողնում է։ Բացել ես կյանքս, ես էլ չկարեց եմ վերցնում։ Սոնան շատ է սիրում, որ ես մի բան անեմ, պատրաստեմ, ինքը գա, որ ինքն էլ մասնակցի, ինքն էլ անի իմ հետ։ Այո, ես շատ եմ սիրում աշխատել։ Մանավանդ որ խոհանոցում։ Ինքը սիրում է խոհանոցը, ինպես սիրում է խոհանոցը, համով բաներ պատրաստի մամայի հետ։ Այսպես։ Այսա էլ մեր տոլմաները։ Թփեր կան, որ վնասված են, բայց ոչինչ դրանք մեզ չի խանգարում, մենք մեր գործը կանենք։ Չէ, Սոնս։ Այո։ Սոնս վաղ էքսկուրսիա է գնալու դասարանի հետ։ Գնալու ենք Երևան, մոտենադարան ենք գնալու, ու մեկ էլ ուսուցչուհիս ասեց, ինչ-որ բնության թանգարան է լինելու։ Շատ հետաքրքիր վայր է, չվրցրա։ Ոստեղ։ Ոպրես շատ եմ աղջիկա, Սոնս թող գնա վաղը։ Անեք, ես սիրում եմ ուրատնի։ Կին, կա մի քիչ պինդ անեք, որ ինքը չքանդվի, դուր կյանք։ Ատենց, վաղը կգնա դասի, հետո էքսկուրսիա, հետո ես մինչև երևի թե պարտեզի ժամը կամ կգամ կամ մի քիչ ուշ, այսպես ես էլ կգնամ Հովուլիս հետևից, օրվա հետ անում ես, որ օրվա մեջ տեղավորվես ժամանակիդ հետ, քանի որ ամեն ինչ պետք է հասցնես քո ընտանիքի, քո երեխաների համար, քո մայրական պարտականությունները անես, որ ոչ ոք այդ արանքում չտուժվեն, ոչ մի բան չտուժվի։ Դուր կյանքս։ Երկու հատ։ Ապրասի մաղջիկ լավ էլ բացում ես։ Այսպես ես մեկը կարող է ճղվի, փաթաթ է։ Ուզում ես ես մեկ ուրիշ դուր կյանք։ Սրանք որ գնեցի թարմը վիճակում, որ իրենց բան անեի, դրանք լավն էին էլ երևում, այս չի որ վատ թփեր էին։ Բայց դե փաթաթելու կամ ինչ-որ բան անելու ընթացքում կարող է վնասվեն, դա բնականաբար լինում է տենց։ Տես ես մեկն էլ էդքան հաջող չէր, բայց չճղվեց, ուղղակի կողքերը լավը չէր, բայց փաթաթում է ոչինչ։ Շատ չեմ ուզում դնել, որտեղ թուփը փուճուրա չճղվի, հենց շատ եմ դնում։ Պատրվում են թփերը։ Պատրվում։ Գեղեցիկ խոսենք։ Հասենք ջղվի։ Չէ՞ կյանքս։ Այո, անպայման։ Հայրեն բաղաճ։ Դե հանուն ես աստվածում, հանուն ես բալես աշխատում ենք, խոսենք, հայրեն բաղաճ, բայց դե երբում են ինձ էլ աստացվում։ Ջուրիկներն է սենց են լինում։ Վերցնում ու կամ հեսա բացում։ Լա դուր կյանքս։ Կհասցնենք, տեսնես ժամը քանիսն է, մի րոպե ես ստեղ նայեմ ժամը։ Մի հեռախոսով։ Երևի թե չէ։ Մի քիչ կանենք, երևի թե հեսա կանջատենք բալես։ Արագ անեմ, որ կգնանք, կշարունակենք։ Գնանք շարունակենք, սրա եփել է ինչա։
Արագ կեփի։ Այդ հանք մեր քաղցր լեզու հովլիկին բերենք։ Առավոտ է ինձ ասում է Սոնայիս հետ, չնայած էդի մի անգամ չի ասում, ինքը ամեն իրեն որ թողնում եմ, ամեն անգամ ասում եմ, մամա Սոնայիս հետ կգաս իմ հետևից։ Պարտադի Սոնայիս հետ կգաս իմ հետևից։ Սիրուն ա փաթաթում մաման Սոն։ Շատ, ես ունարեմ, բավականին շատ գեղեցիկ է։ Պես, իսկ մեր ուսուցչուհու հարցում, Սոնայի ուսուցչուհու հարցում, որ ասում է մեր բախտը բերել է, այնքան մենք լավ ուսուցչուհի ունենք, մեր սիրելի ընկեր Գասպարյանը, յուրահատուկ մարդ, յուրահատուկ անձնավորություն, յուրահատուկ ուսուցչուհի, Այստեղ մեկ ինչպես է։ գնահատում ու շատ սիրում ենք իրեն, շատ ենք սիրում։ Այո, շատ ինքը աշխարհի ամենալավ ուսուցչուհին է, ու ես էլի եմ ասում, իրեն ոչ մեկ չի կարող հասնի։ Աշխարհի բարին ամենալավ սովորացնող ու ուղղակի այս լավ մարդ Անգել Գասպարյանը, ես նա շատ եմ սիրում։ Բայց ափսոս, որ 5-րդ դասարանից արդեն ուսուցիչները կփոխվեն։ Դե բալես ինքը բան է, տարական դասարանի հետ ոչինչ։ Հետո ուրիշ դասը, 5-րդ դասարանում արդեն կփոխվի քո դասվարը, էլ արդեն ընկեր Գասպարյանը չի լինի։ Սոնասուր էլ գնացել է, թե ուսուցչուհիների, թե դաստիարակների հարցում, որ բախտը բերել է, քաղաքում էլ, Պարտես քաղաքում է գնացել, մանկապարտեզ, մենք մեր դայակ դաստիարակից էինք, շատ գոհ, շատ լավն էին, այստեղ Հովուլիս դայակ դաստիարակներից ենք, շատ գոհ, Հովուլս մեծ սիրով է գնում, նա Հովուլը շատ էր լացում, սկզբից որ պարտեզ էր գնում, շատ էր լացում, ես շատ երկար ժամանակ պահանջվեց, որ ինքը մնար, առանց լացելու, իմ մեղքը գալիս էր շատ, նույնիսկ պահի տակ մտածում էի, հանեմ, էլ չեմ տանի, ամեն տանելուց, որ այդպես թողնում էի, մտածում էի, էլ չտանեմ, հաջա, դիվ ես կբացեմ, բալես, բայց հետո մեր սիրելի դայակ դաստիարակները ինձ ասեցին, որ նորմալ է, դե Սոնան չի ունեցել տենց բաներ, լացել, նվնվալ, Սոնան բանը ամպուճուր հասակից է գնացել, մանկապարտեզ, համ էլ ոչ մի լացել չի ունեցել, ինքը շատ վարժ խոսում էր, փոքր ժամանակ հենց 1 տարեկանից հետո քիչ, արդեն ավելի, 2 քանիս էր գնաց պարտեր, 2.5 էլ չկար, ոնց որ գնացիր, 2.5 չկար, դե չես հիշի, բայց ինքը ամեն օր ինձ ասում էր բուջերնիկից առաջ, ինքը հելնում էր ու ասում էր, մամա, ինձի շուշուտ հագցրատար երջուշան, հիշում ես, այն ժամանակ տատիկենց հետ էինք գնում քաղաքում, իր մանկապարտեզն էր հենց շենքին կպած էր համայրը, ասենց ասաց, շենքը վերջանում էր ու կողքը մանկապարտեզն էր, մեծ սիրով գնում էր ու ինքն էր ինձանից առաջ են, որ ասում է արտնանում, բուջերնիկից առաջ, զարթուցիչից, բայց Հովուլս էլ շատ ինձի կպած էր, լացում անդադար, մեկ մտքա փոխում էի, խղճիչ չէր մնում, որ թողնում գալիս եմ, հետո ընտելացավ, հիմա արդեն մեծ սիրով հագնվում, պատրաստվում ու գնում է, հաջող անում ու ասում է, որ մամա ջան Սոնայիս հետ կգաս իմ հետևից։ Սովորելու վրա էր փաստում, ուղղակի որ Սոնան չէր լացել, իմ համար անսովոր էր, Հովուլի լացելը։ Հիմա արդեն սիրով գնում է, հուսով ենք դպրոցել, հավեսով կգնա Սոնայիս նման, լավ կսովորի Սոնայիս նման։ Այսպես սիրելիներս,
Սա էլ մեր մանկապարտեզ դպրոցի մասին մի փոքրիկ մաս հատված բան արես, լես, արևը որ մի քիչ գնաց, մեզի արդեն օգուտ է։ Մեր վլոգը նկարում ենք։ Երևի թե ասելիք չունենք, սրտիկներս, ձեզ շատ սիրում ենք, շատ շնորհակալ ենք ձեզանից, բոլորիցդ, ովքեր որ մեզ դիտում են, այսպես, անջատենք, արագ-արագ ինչքանը որ կհասցնենք կփաթաթեն, ինչքանն էլ որ չէ, կգնամ պարտեզ կգամ կանեմ ու կդնեմ միանգամից կեևվի, կեևվի ու արդեն հաց կուտենք, երեխաներիս հետ արդեն հաց կուտեմ կնստեմ։ Դուք, որ իմ մամայի պատրաստածը փորձեք։ Ոյ Սոնջը։ Սոնա միշտ ես մամա քո պատրաստածը ուրիշ է։ Որ որտեղ էլ գնաս, չգիտեմ որ երեխեքն են ասում որ չէ, բայց ես միշտ էլ ասում եմ մամայի պատրաստածից համով բան չկա։ Մամա աղնամ քեզ։ Դու ես սովորես, որ դու համով պատրաստես։ Պայմ մամա, իմ մաման այսքան չորչարվում սարքում էր համար, ապրինք իմ մաման ամենալավն է։ Պես մատնում քեզ։ Կեպիչիկ պունդիտիկ։ Ապրես երտես։ Ես է բացել եմ։ Ուրա կյանք։ Սրանք։ Ձենա չէ գալիս, հեսա կլսվի վլոգի մեջ, վայ փայտ են կտրում դրսում, դրուժբայի ձենն է գալիս։ Ինչ է գալիս է պատուանները փակել են, բայց դե գալիս է ինչ անեմ։ Ուրեմն բան անեմ ես, երևի թե այստեղ անջատեմ, ցույց տամ ինչքան ենք մենք հաթաթել, անջատենք, բալես։ Հեսա ես ցույց կտամ, մեր սիրելիներին ինչքան եմ արել, բանի ձայներ որ չխանգարի հա վլոգին։ Ինչ է կպիսա։ Սկզբից ուշադրություն չէի դարձրել, նոր զգացի։ Շատ ուժեղան գործիքը դե համարից են շատ բարձրան։ Ես այս մի քանի հատներ փաթաթեմ, ցույց տամ մեր տոլման, հետո արդեն։ Այսքան արդեն բացել ես կյանքս։ Բացի արևս հեսա, ես արդով կվերցնեմ ուտեից։ Սենց կողքերով ակուրատնի շարում եմ, Ես թվեր կան, որ սենց բանեմ, բայց էլի անում եմ, որտեղ Գետիս ծայներ հավախոսսը Անենք վերջասնենք, որ հասցնենք Ինչ է կեն, ճղվեց? Չէ, չճղվեց, սենց քառակուսյով իրար կպոց է չեմ հասկանում, ինձ բացը։ Լավ, թող ես էտի կանում, ոչիչ։ Ոչ չեմ ուզում իսը դնել, որտեղ ճղվում է։ Այ որ պաղան բա լինում ու մեծ, տես ճղվեց, չէ, սրա մեջ չեմ անի, հա։ Ուրիշ դուր վերցե, այսքան արել եմ։ Մեծ դուր, հայսի գարն։ Մեծ դուր բարես։ Որը չէիր կարողանում բացել սրանք։ Իմ քառակուսին էր։ Որը։ Քառակուսին։ Լավ կյանք անեմ, ոչիչ։ Նա ինչ հեշտ է, պրոստը պետք է ճիշտ։ Ահա, Ճիշտ որը դրսում։ Ոչինչ։ Շատ կա որ շուշուտ վնասվում է, էդի հեչ։ Հերիք հասնի լիքը թուք ունենք։ Այս էլ սենց։
Ես այս մի հատ կամ երկու հատ էլ անում եմ ու իմ սրտիկներին առայժմ ասեմ, հետո չգիտեմ որտեղից կմիանանք։ Չէ, Սոնա ջան։ Հա։ Խանութ էլ պետք է մտնենք ու դուրս գանք։ Չգիտեմ որտեղից կմիանանք, ինչ կանենք։ Այն դեպքում կարևորը կիսվեցինք մեր ֆորմայով, ձեր հետ զրուցելով, հավեսով, այսպես փաթաթում ենք։ Բայց ասեմ, որ վերջում ուղղակի ապշելու։ Ապշելու եւ համով եւ տեքստով։ Մի հատ էլ անելու ցույց տամ ու վերջ բալես։ Չով ստացվում։ Ոքենք ստացվի ապրեսվենք։ Ով է իմ օգնականը, որ։ Սոնան։ Մի րոպե Սոնջան։ Ահա, վերջ։ Ես մի հատ էլ ժամը կնայեմ ու արագ Ես անպայման մայրիկս օգնեմ, ինչ ուտելիք, ինչ ուտես, որ լինում։ Մի հատ այսպես ցույց տանք փաթաթած վիճակում ու բանանենք։ Անջատենք, հետո կշարունակենք։ Հələ էդի շոմ։ Օ, էդի լավ մեծ թուփ է Սոնջան։ Եկեք շրջեմ ցույց տամ։ Ահա, այսքանը առայժմ փաթաթեցի։ Գնանք գանք, կշարունակենք փաթաթել ու երբված վիճակում տեսնենք, եթե հասցրեցի կկիսվեմ, նայենք ոնց է դասավորվում մեր օրվա շարունակությունը։ Դե ինչ, այսքանը սրտիկներս պատրաստեք սիրով եւ անուշ արեք ձեր սիրելի ընտանիքների հետ։ Սա էլ մեր թփով տոլման։ Անջատեմ այստեղ, ձեզ ասեմ առայժմ, որպեսզի կարողանամ հետո միանալու ակնկալիքով։ Առայժմ սիրելիներս Սոնայի հետ այգի եկանք։ Իրան սենց մալինայի սիրոպով, թե ինչով պիրոգ է վերցրել։ Այգի սեզոնը բացվեց։ Այսպես եկե նստել ենք, շատ տաք եղանակ է, Սոն ասել էսի վայելի։ Հələ, բայց լավն է երևում։ Հələ արի սենց պայենք Սոն, թող իրա սիրուն արև անգնում վրան չի երևում, այսինքն սիրունիկ պիրոգը փորձենք տեսնենք ինչ է։ Սոնան տեսավ ուզեց։ Լավ, սենց ուրեմն։ Այսպես։ Եկել ենք այգի, իմ աղջիկա հետ։ Նստել ենք, արդեն բացվեց։ Տաքերը մենք գալիս ենք ստեղ հաճախակի, մինչև հովուլին կվերցնենք, կամ մինչև հովուլին վերցնում ենք, հետո խաղում են իրանք այգում։ Այսպես իմ աղջիկը պիրոգ ուզեցավ, այսպես տեղափոխվենք, որ ճիշտ լինի նկար։ Արև անգնում։ Կային իմ ֆոտո անեմ Սոն։ Արի նայես։ Այսպես։ Փորձենք մեր պիրոգը։ Ես էլ կփորձեմ, բայց Սոնայի համար եմ վերցրել։ Մի քիչ կփորձեմ տեսնեմ, անուշ բալես։ Տեսնենք համով է, թե չէ։ Ինչպես։ Շոկա, ճիշտ է կուրտկա հագա, բայց դե Սոնան էլ է հագի կուրտկա, բայց շոկա։ Արդեն եթե սենց տաք լինի, կարելի է ժիլետներ հագնել կամ ժակետներ հանել կուրտկաները, բայց ինձ թվում է հələ էլի ցուրտ է լինելու, պետք չի կուրտկաները հավաքել, այն որն են եղանակ անում, չգիտենք էլի պահենք կուրտկաները, թե չէ։ Լավ, արեք անջատենք, վայելենք մեր պիրոգը, մի քիչ ժամանակ անցկացնենք մեր համար, հետո գնանք հովուլի հետևից, շարունակենք մեր ճանապարհը։ Առայժմ սրտիկներս։ Հələ ներսես Սոնս։ Սենց համով փափուկ բանը։ Շատ հավանեց Սոնը, ես էլ փորձեցի, իրոք շատ համով էր։ Ամենակարևորը թարմ է ու համով է ինքը։ Սիրունիկ էսպես։ Ինչ փափուկ է։ Կյանքս անուշ։ Որ կոմից է։ Մի հատ սուրճ պետք է բերած լինենք թերմոսով։ Բերում ենք ամռանը։ Գալիս ենք ստեղ մեր համար սուրճ ենք վայելում։ Լավ է, էլի տաքերը, որ ընկնում է, ամեն ինչի հնարավորությունը շատանում է, լավանում է։ Մենք մեր համար են, որ կարողանում ենք տարբեր զբաղմունքներով զբաղվենք, ժամանակ անցկացնենք։ Այսպես։ Դե անջատեմ վայելի Սոնաս։ Սոնան գնաց, որ գնա խաղա մի փոքր, ուզում է կախվի հեն ավազում է։
Վայ սոնա։ Ես հեծանիվ եմ վերցրել։ Հեծանիվով եմ բերելու այսօր հովուլին։ Ես էլ այսպես մանգալով իջնեմ, թող ինքը մի քիչ խաղա։ Մարզանքներ անի։ Մենք գալիս ենք ստեղ մարզվում այդ բաների վրա։ Հա ջան։ Տեսնեմ երևում ես։ Ուր ես։ Գալիս եմ, դու խաղա։ Սիրուն է, չէ՞ մեր այգին։ Շատ սիրուն է։ Բա որ կանաչի։ Այսպես։ Բոլորը արդեն դուրս են եկել, քանի որ տաքացել է։ Մենք էլ գնանք, տեսնենք Սոնան ինչ է անում, Սոնային կվերցնենք ու կգանք։ Կախվի դե, կախվի։ Ինչ ես անում։ Սղարան չգնաս կփոշոտվես։ Հելը նոր է բացվել, երեխեքը մաքրած չեն լինի։ Մի քիչ խաղա գնանք։ Կախվեցիր լավ։ Լավ կախվեցիր։ Այս թաթուրը երկաթը կարողանում արագ կախվել, լսես ոճով։ Դե կախվի, մկաներդ բացի մեջքդ։ Ես էլ նստեմ ստեղ քեզ նայեմ։ Ես էլ նստեմ այստեղ, իմ աղջկան նայեմ։ Դե գնա։ Գնա կախվի զգուշ։ Անտիր։ Ահա մենք արդեն տանն ենք վաղուց, երեխաները փոխվել են, հաց են կերել, ուզեցին մրգեր, կտրտել եմ մրգեր, որ իրենք միրգ ուտեն, ես էլ պատրաստվում եմ սուրճ խմեմ, հանգստանանք, երեկոյ արդեն, բավականին արդեն իրենց քնի ժամը մոտենում է, ասեցի թող մի հատ էլ միրգ ուտեն երեխաները, ես էլ սուրճ խմեմ, սովորական սուրճ եմ խմելու, մակ կոֆե կխմեմ, ու այսպես կհանգստանանք, մեր օրը կավարտենք, բոլորիդ շատ սիրում եմ, շատ շնորհակալ եմ բոլորիցդ, սիրելիներս, այդքան մեզ շատ սիրելու, լավ խոսքերի, լավ մեկնաբանությունների, բաժանորդագրվելու համար, անչափ շնորհակալ եմ, խնդրում եմ միացեք, տարածեք ալիքը և անպայման գրեք ձեր մեկնաբանությունները։